Բարև ձեզ հարգելի ընկերներ, այս քանի օրը այդ գերիներից մեկը ելույթներ է ունենում, իհարկե շատ ուրախ ենք, որ հայ ցանկացած հայ-ադրբեջանց ու թուրքի ձեռքին չպետք է գնա, բայց առաջին հերթին գերին հերոս չէ, իսկ որոշակի գերիներ նաև հանցագործ են, նայած ինչպես են ընկել գերի և իհարկե ոչ մի դեպքում նրանք չպետք է հայտնվեն Թուրքիի մոտ, բայց հետբերելուց հետո պետք է նաև հետաքննություն անցկացվի և նա անպայման անցկացվում է, դա համաշխարհային պրակտիկա է, հոգեբանական անպայման հոգեբանի, հոգեբուժի, փսիխոթերապևտների ազդեցության տակ երկար ժամանակ նրանք պահվում են հասարակությունից անջատ, դա ընդունված պրակտիկա է, դա օրենք է և այն, թե ինչպես այդ գերին հայտնվեց այսպես մասսայական դաշտում, երբ որ նա հիմա պետք է լիներ ԱԱԾ-ի կոնտրոլի տակ և իհարկե նաև անցներ հոգեբանական, հոգեֆիզիկական, հոգելինգվիստիկ տեստավորումներ, թե ինչպես է մարդ, որը հայտնվում է գերությունից հետ է գալիս երկարաժամկետ և չանցած մի քանի օր արդեն վարչապետ է կովում և նստող տվյալների նույնիսկ կարող է դեպուտատ դառնալ, գերին դեպուտատ է, պատկերացրել եք էլի մի հատ մեծ շքեղ մի կատարյալ բան է։ Ես ձեզ առավել ասեմ, ես ասել եմ նաև որոշ մարդիկ և որոշ դեպքերում ինչ ասել չեն ասել դրա դեմ, օրինակ ես նույնիսկ իհարկե անպայման ամեն գնով ու հատկապես նրանց պետք է հետբերվի և հետբերելու մեխանիզմներ կան և դա միայն բանակցություններն են, նաև շատ տարբեր ձևերով Արցախի առաջին դեմքերը, որոնք հայտնվեցին գերության մեջ, հասկանում եք, միջազգային պրակտիկա կա, առաջի հերթին ոչ ոք պատասխան չտվեց, ուր են նրանց անվտանգության ծառայողները, որտեղ են, որովհետև նրանք պարտավոր էին այդ մարդկանց հեռացնել այնտեղից, երկրի գաղտնիքները կրողներին, երկրի վրա ճնշում գործադրելու գործիքներ որպես հանդիսացողներին։ Կներեք, բայց եթե չէին է կարող հեռացնել, նման դեպքերում թեկուզ գրեն էլ հերոսակի ամեն մարդ չի, որ կարող է իրեն ձեռք բարձրացնել, բայց լիկվիդացվում են, դաժան բան եմ ասում, բայց դա պրակտիկա է միջազգային։ Հիմա հարց, այս գերին, որը երբևիցե հերոս չէ, ամեն դեպքում հերոս չէ, և ամեն դեպքում գերության մեջ ընկած մարդը ինչ ուզում է լինի արդեն հասարակության համար պետք է լինի առանձնացված, կակ մինիմում որոշ ժամանակ և որոշ ժամանակը մի շաբաթ չէ, 10 ամիս չէ և 1 տարի չէ։ Եվ հիմա պետք է լիներ անպայման ԱԱԾ-ի կոնտրոլի տակ, հետազոտության տակ, անջատված, ինչու համար է այդ մարդը հիմա ելույթներ ունենում, Փաշինյան գովում, և այլն, և այլն, և այլն, ինչու համար, ինչ-որ մեկը կարող է ասել, չգիտեմ, կարող է այդ մարդը պատրաստված է ադրբեջանական անվտանգության, իրենց անվտանգության ծառայողների կողմից, կամ հիմա աշխատում է օգուտ, ասենք, փաշինյանական թուրքամենտ այդ քաղաքականության և արդեն նրա վրա աշխատում են այստեղ ուղղակի հայկական այդ իրականում արդեն ադրբեջանական անվտանգության ԱԱԾ ծառայության դարձած ոչ թե հայկական այդ Թուրքի Նիկոլի Հարճի հարեմը սպասարկող այդ յանիչերների կողմից, որոնք անվանում են իրենց ԱԱԾ սպաներ, չեմ կարող ասել, ավելի շուտ 99%-ով այդպես է, որովհետև չի կարող գերին
նորմալ պետականության, գոնե մի փոքր, ասենք, պետության մասին գաղափար ունեցող մարդկանց մոտ մեկ շաբաթ չանցած ունենա դոստուպ հասարակությանը եւ չոտկը ձևավորված խոսքով ինչ-որ ինֆորմացիա հասցնի, որը հաստատ այդ ինֆորմացիան վնաս է եւ այդ ինֆորմացիան օգուտ է միայն այն երկրին, որտեղ նա գերեվարված է։ Երկրորդ հարցը, որը կուզեի շատ կարճ, Նարեկ Կարապետյանի Պետրոսի մոտ այդ խոսակցությունը լսեցի, համոզված եմ համարյա, որ Նարեկ Կարապետյանն է լինելու այդ շարժման կուսակցության տեխնացուն, այդ վարչապետի տեխնացուն նորմալ է, ում պետք է առաջարկեն երիտասարդը այդպես էլ մի քիչ թերությունների իհարկե կան եւ այդ թերությունները նրա մեղքը չեն, այլ մարդկանց մեղքերն են, որոնք որ պետք է նրան պատրաստեն, լավ չեն պատրաստում, պետք է աշխատեն կամանդի վրա։ Բանակ չի ծառայել, դա լավ բան չէ իհարկե, բայց ով է խոսում դրա մասին, բանակ չծառայես երկիրը թշնամուն հանձնած Արցախը, Ամարասը, Ջերմուկը։ Բայց ես ունեմ մեկ հարց, նաև Նարեկ Կարապետյանին, նաև Սամվել Կարապետյանին եւ բոլոր մնացածին։ Հիմա ծրագրային հարցից համոզված եմ ցանկացածն է գաս հրա տեղը, իհարկե ոչ ցանկացած է նույն Սամվել Կարապետյանը կամ մի քիչ բոլի լուրջ 100% ավելի լավ կլինի, գոնե արժանապատվությունը մի փոքր կվերականգնվի։ Բայց ինչպես եք դուք հաղթելու Նիկոլին, եթե դա անհնարին է։ Հարցը Նիկոլի մասին չէ, Նիկոլի նկատմամբ մեծ քանակով ատելություն է, դաժե ինչ որ չընդունել չէ, դա ատելություն է, բացարձակ, հոգով, սրտով ատելություն։ Բայց ինչպես եք հաղթելու, եթե նա նկարելու է թվերը եւ այդ գիշեր, երբ որ նա նկարեց, արդեն ինչպիսի օրենքներ են ընդունում։ Եվ հաջորդ առավոտյան մի ժամ հետո ընդամենը 1 ժամ հետո ընդամենը շնորհավորելու են քաղաքական կենտրոնների ղեկավարները համաշխարհային։ Եվ վերջ։ Հիմա հարց, ինչպես եք դուք պատրաստվում հաղթել։ Առաջին հարցը եւ միակ այս պահին հարցը նա է, ընտրություններով զուտ քվեարկությամբ դուք չեք հաղթելու։ Դուք անցած անգամ, երբ որ քաղաքակրթության մեջ չտեսնված հանցագործության, առաջին անգամ անհնարին մի հանցագործության գնացին կապիտուլյանտ եւ դավաճանի հետ ընտրությունների լեգիտիմացնելով ամեն ինչ, ստեղծվեց Արցախի կործանման կոլաբորացիոն խորհրդարան։ Հիմա ստեղծվելու է Հայաստանի կործանման կոլաբորացիոն խորհրդարան, եթե դուք գնացիք եւ հասաք ընտրության օրվան։ Նիկոլով գնալ ընտրության նշանակում է նույնպիսի թշնամի Նիկոլը։ Հիմա դուք ինչպես եք պատրաստվում Նիկոլին հեռացնել ընտրություններից։ Միակ հարցը, իսկ եթե դուք պատրաստվում եք Նիկոլով գնալ ընտրության, նշանակում է ով ուզում է լինի երկրի թշնամին է եւ ծառայում է մենակ մի նպատակի, որպեսզի հայ ժողովրդին խաբելով տանիք։ Ինչեր ուզում է այդ մարդը քվեարկի ում կողմից էլ քվեարկի մենակ մի բանի համար, որպեսզի իրավունք տա կործանել երկիրը եւ իր նկատմամբ ցանկացած բռնության իրավունք։ Այս հարցերը միայն։ Եվ ես շատ եմ ուզում, որ փոխվի այս անդունդի վիժվածքը։ Դա է միակ Հայաստանի գոյության գրավականը։ Եվ այդ ուժը հետը, եւ այդ ուժը երբևիցե տեղ չպետք է գտնի։ 2020 թվականի սեպտեմբերից արդեն հայկական դասագրքերում ոչ թե Մաշտոցի QR կոդ Մաշտոցի պետք է դնեին, այլ պետք է դրվեր անուններ, ովքեր են Հայաստան տետր, պետք է երեխան տետրը գներ, առաջին էջում լիներ Արցախի զոհված հերոսների անունը, ամենավերջին էջում շապիկի վրա պետք է լիներ մեծագույն դավաճանների անունը, որից առաջինը պետք է լիներ Նիկոլ Փաշինյան։ Հիմա ստացվեց այնպես, որ մեր քաղաքական էլիտա կոչեցյալը գնաց այն հանցագործանը մարդկանց խաբելով, մարդկանց փողոցներով քարշ տալով, գնաց խորհրդարան, ընդունվեց այդ չտեսնված հանցագործություն հանդիսացող
ընտրությունները քաղաքակրթական հանցագործություն ինչպես պայմանավորված էր, այնպես էլ վերջացան։ Մի հատ է գնացին սահմանադրական դատարան, յանում թե 300,000 ձայն կեղծվել է, սահմանադրական դատարանը Նիկոլի սահմանադրականի դատարան ասեց, չէ, այդպես բան չկա, իրանք էլ դուրս եկան ասեն, չէ, ուրեմն որ սահմանադրական դատարանն ասում է, այդպես բան չկա, ուրեմն չի եղել։ Հիմա երբ եք ստում, գնում եք սահմանադրական դատարանում եք ստում, թե սահմանադրական դատարան դիմելուց հետո, երբ որ ասում եք կեղծված է նախքան այդ ու հետո ասում եք կեղծված չէ 670,000 ձայն են տվել։ Եվ կազմեցին աշխարհում ամենամեծ հանցագործություններից մեկը կոլաբորացիոնիզմն է, դավաճանի, կապիտուլյանտի, թշնամու հետ ինչ որ համագործակցելու բարձրագույն դա իշխանություն կազմելն է։ Հայաստանի իշխանությունը խորհրդարանն է։ Այն ուժերը, որոնք գնացին ընտրությունների, դրանից հետո կազմեցին կոլաբորացիոնիստական խորհրդարան, կոլաբորացիոնիստները, կապիտուլյանտների եւ դավաճանների հետ կազմեցին խորհրդարան ԿՊԻ-ի հետ, եւ քանի որ ուրիշ բան հնարավոր չէր, բոլորը միասին ընտրեցին Նիկոլին։ Հիմա մեկ հարց, հիմա դուք ինչ ճանապարհով եք գնալու հեռացնելու Նիկոլին նախքան ընտրությունները, քանի որ ընտրությունների գնացողը Նիկոլով Հայաստանի թշնամին է։ Այդքան մի բան։